Սիրելի ժողովուրդ, Մալաչա Սեբաստիա վարչական շրջանի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ ջան, նախընտրական քարոզարշավը մոտենում է իր եզրագծին եւ մենք պետք է կոնկրետանանք մեր հետագա անելիքների վերաբերյալ։ Ես ուզում եմ նորից ընդգծել, որ առաջկա մեր անելիքը ըստ էության շարունակությունը պիտի լինի նրա, ինչը մենք արդեն բավականին երկար ժամանակ ստեղծել ենք, խոսքը նոր որակի պետություն ունենալու եւ Հայաստանի Հանրապետության որպես անկախ ինքնիշխան պետության վերելքը ապահովելու մասին է։ Եվ մենք արդեն սկսել ենք եւ այսօր տեղի է ունենում։ Ընդամենը այս տարվա հունվարին մենք Երևանի պետական համալսարանում բացեցինք արհեստական բանականության կենտրոնը։ Հայաստանի պետական բյուջեից մենք 10 միլիոն դոլարով Երևանի պետական համալսարանի համար սուպեր համակարգիչ գնեցինք եւ արհեստական բանականության կենտրոն ստեղծեցինք, որը հասանելի է այսօր մեր երկրի ամբողջ գիտական եւ կրթական հանրությանը։ Հենց այսօր Գագարինում տեղի է ունենում արհեստական բանականության առաջին գործարանի բացումը Հայաստանի Հանրապետությունում 70 միլիոն դոլարի ներդրում։ Հունիսի կեսերին, ամենաուշը կեսերին հունիսի մեջ տեղի է ունենալու արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը Հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերության ներդրումային ծրագիրն է շուրջ 5 միլիարդ դոլարի։ Ուզում եմ ընդգծել, որ այդ երկու իրադարձություններն են սերտորեն կապված են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումների հետ, որովհետև եթե հիշում եք նախագահ Տրամփի հետ մենք նաև երկով ձևաչափով երկու փաստաթուղթ ստորագրեցինք, մի քանի փաստաթուղթ ստորագրեցինք, այդ թվում տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը։ Եվ տեսեք, մեր նաև գործողությունների արագությունն է փոխվում։ Մի տարի չի անցել, դեռ օգոստոսի 8-ից մի տարի չանցած Հայաստանում արդեն 2 հատ արհեստական բանականության գործարան է կառուցվելու։ Արհեստական բանականությունը այնա, ինչ որ նոր կյանքի եւ նոր զարգացումների եւ տեխնոլոգիաների մասին է։ Ընդհանրապես արհեստական բանականության ստեղծումը այսօր համեմատվում են էլեկտրաէներգիայի ստեղծման հետ, այսինքն ինչ էլեկտրաէներգիան այսօր դեր ունի մեր կյանքում, նույնն էլ առաջիկայում արհեստական բանականությունն է ունենալու։ Եվ մենք այս տրամաբանությամբ է, որ նախորդի 2025-ի 2017 թվականի համեմատությամբ մենք գիտության ֆինանսավորումը 27 անգամ ավելացրել ենք, 28 անգամ, 180%-ով։
եւ գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 300%-ով, նույնիսկ 350%-ով։ Եվ նաեւ այդ բանի շնորհիվ է, որ դուք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ տեսակ ոչ միայն ժամանակակից օտարերկրյա արտադրության սպառազինություն, այլև տեսակ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ որ շատ կարևոր եւ ուրախալի է, այդ սպառազինությունը արդեն դուրս է գալիս միջազգային շուկա եւ մենք արդեն առաջին արտահանման պայմանագրեր ունենք զարգացած երկրների հետ։ Հասկանալիորեն ես չեմ կարող երկրների անունները տամ, բայց արդեն պատկերացրեք, մենք զարգացած երկրներ ենք արտահանում։ Մենք նոր որակի պետության ձևավորման գործողությունը եւ ռազմավարությունը դեռ շատ վաղուց ենք սկսել։ Եվ նախորդ տարվա վերջին ընդունվեց Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որտեղ մենք կրթությունը հայտարարեցինք ռազմավարությունների ռազմավարություն։ Այսինքն բոլոր ռազմավարություններից ամենաբարձրագույնը հայտարարեցինք կրթությունը, որովհետեւ նոր որակի պետությունը ենթադրում է նոր որակի կրթություն։ Որովհետեւ մենք չենք պատկերացնում, որ մեր երեխեքը պետքա բանվորությամբ, թեկուզ բարձր որակավորման բանվորությամբ իրանց կյանքի վաստակը ստանան։ Մենք պատկերացնում ենք, որ բարձր որակավորված աշխատանքով եւ բարձր սեգմենտի բիզնեսով, այդ թվում բարձր գնային սեգմենտ ունեցող գյուղատնտեսությամբ պետքա մենք մեր երկրի գյուղատնտեսությունը զարգացնենք։ 2018 թվականից մինչև 2025 թվականը մենք 50 միլիարդ դրամի աջակցություն ենք ցուցաբերել ինտենսիվ այգիների ձևավորման գործում։ Եվ ես ուրախ եմ, որ այս ընկալումը փոխվում է։ 2018 թվականին, երբ ես գնում էի գյուղեր եւ մարդկանց հետ խոսում էի ինտենսիվ գյուղատնտեսության մասին, կաթիլային ոռոգման մասին, ես զգում էի, որ մարդիկ ոչ միայն չեն ընդունում այդ խոսույթը, այլև շատ ակտիվ հակադարձում են եւ նույնիսկ նեղվում են։ Այսօր ես ուրախ եմ, որ գյուղ մտնում ենք, ասում են աջակցեք մեզ, որ մենք կաթիլային ոռոգում ունենանք, աջակցեք մեզ, որ մենք ինտենսիվ գյուղատնտեսություն ունենանք, եւ մենք գյուղացի կողքին կանգնելու ենք, որ այդ անցումը հին գյուղատնտեսությունից նոր գյուղատնտեսություն այդտեղ չեղ կառաջանում, որովհետեւ հին ծառը պետք է փոխվի նոր ծառով, այսինքն ոչ բերքատվության շրջան ալնելու։ Եվ մենք պետք է հասկանանք եւ մենք պետք է աջակցենք գյուղացուն, որ եւ ֆերմերներին, որ իրանք այդ հատվածը անցնեն։ Բայց ամեն ինչը պետք է հիմնված լինի գիտելիքի եւ կրթության վրա։ Այս է պատճառը, որ 300 դպրոց 500 մանկապարտեզ առաջին ծրագիրը ավարտելուց հետո 2026-ին ավարտում ենք։ Մենք անցում ենք կատարում երկրորդ 300 դպրոցի նորոգման, կառուցման, հիմնանորոգման եւ 100 մանկապարտեզի կառուցման հիմնանորոգման ծրագրի, որովհետեւ գիտելիքը եւ կրթությունը մեր առաջնահերթությունն է եւ դա պարտադիր է նոր որակի պետություն ունենալու համար։ Բայց նոր որակի պետությունը ենթադրում է նաեւ նոր որակի կյանք եւ նոր որակի սոցիալական ապահովություն։ Բայց սա էլ մենք չենք ասում որպես կարգախոս, որը ինչ որ հեռու ապագայում է։ Այսօր տեղի է ունեցել հեղափոխություն բառեզբուն իմաստով առողջապահության ոլորտում։ 65+ տարեկի թոշակառուները եւ մինչեւ 18 տարեկան երեխաները պետական բյուջեի վճարումների հաշվին ապահովում են նվազագույն առողջապահական կարիքներով։